Արգանդվիլձեզ, կարող ոչարեմ, և մնացած դաշնացականներին, Հայաստան կնոչան։ Եթե համի ծրագրում կամ իրավի դեմ ռազմական արշավի վերասկսում է, ապա Հայաստան-Ադրբեջան գիծը Վաշինգտոնի համար կարևորագույն պլազդարն է, մանավանդ եթե այդ արշավը երկարատև կլինի, որի համար ցամաքային գործողություններն անխուսափելի պայման է։ Այդ ժամանակ ինչ է սպասում Սյունիքին։ Ես իմ ելույթի ժամանակ ակնարկեցի։ Մենք իհարկե դժվարություններ ունենալու ենք, եւ ստե խնդիրը հետեւյալն է. բոլոր պատերազմները ունեն սկիզբ, ունեն վերջ։ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները մի օր կարող է փոխվել, բայց այն քայլերը, որոնք այսօր մենք անում ենք կամ փորձում ենք անել, բերելով մեր Հայաստանի և Իրանի հարաբերությունների տարածման։ Հարևանի հետ շատ հեշտ է հարաբերությունները փչացնել, կենցաղում չեն այլ։ Հետո շատ ավելի դժվար է վերականգնել այդ հարաբերությունները, որովհետև հարևանից վատ բան չի սպասում։ Եթե մեկից վատ բան չի սպասում, մի փոքր նույնիսկ ինչ-որ մի սխալ բանը ծանր է ստանում և իսկապես հարևանի հետ ավելի հեշտ է հարաբերությունները փչացնել, քան կառուցել։ Երբ որ այդ տրիպ ծրագիրը երբ որ քննարկվում է, դա եղել է չեմ սխալվում օգոստոս։ Մինչ այդ մեկ ամիս մինչ այդ Միացյալ Նահանգները ռմբակոծել են Իրանը, բազմաթիվ զոհեր են։ Եվ այդ վիճակում գնալ Վաշինգտոնում քննարկել մի ծրագիր, որը ենթադրում է Իրանի սահման ըստ էության հանձնել ամերիկացիներին, որոնց դենես բան չունեն, հակառակ մենք պետք է լավ հարաբերություններ ունենալ ամերիկացիների հետ։ Բայց այդ հարաբերությունների պատճառով մենք չպետք է թշնամանանք Իրանի հետ։ Այդ մեր կոմպլեմենտարության, քաղաքականության էությունը հենց դա է։ Եթե խնդիրը ճանապարհի մեջ է, մենք պիտի ասենք, մենք այդ ճանապարհը կառուցելու է, աշխատելու է, եթե պետք է այդ կապը ապահովել։ Բայց հասկացեք մեր շահը, Հայաստանի շահը։ Լավ հարաբերություններ ունենալ Իրանի իսլամական հանրապետության հետ։ Պրոբլեմներ կան եւ այսպես ասենք, այս իշխանությունը մեզ բերելով է թշնամացման։ Ուղղակի վերհիշենք 44 օրյա պատերազմ։ Վրաստանի տարածքով մենք ինչու չենք կարողացել տեղափոխել ռազմական բեռներ, նույնիսկ օդային տարածքով չենք կարողացել։ Ինչու մենք այդ խնդիրը երբեք նախկինում չենք ունեցել։ Այդ հարցի պատասխանը մինչ այսօր ոչ ոք չի։ Չանենք նույնը Իրանին։ Այդ դեպքում սենց կոպիտ ասած մենք բանկա չեն, որ բանկան զակատ ունենք, բայց սենց զակատի բան վիճակ ունենք հայտնել։ Եվ դա այն վիճակն է, երբ սկսելով են մեզ թելադրել և մենք պարտավորստի բաց ենք լելով է թելադրանքը կատարակ։ Հիմա սա է ուզում այս իշխանությունը։ Որ ամեն անգամ ինչ ասեն, ինքը պիտի անի, հետո ասի դե ինչ անեմ, ճար չունեմ, ճար ունես, կարող ճար չունես, ճար ունես, խելք չունես։ Երևի ավելի ճիշտ ձևակերպում է սա։ Երկրորդ հարցը Եվրոպան հպատակության տակ է վերցնում Հայաստանը դիտ շահերի համար և այդ դեպքում Հայաստանը գործում է իր սուվերենիտետությունը։ Այդ կարգավիճակը ինչպես է նայում։ Մի քիչ լավ չլսվեց։ Եվրոպան իր հպատակության տակ է վերցնում Հայաստանը։ Ո՞վ ասաց թե վերցնում է։ Դե Փաշինյանի բանով այդ ձեր արտանում Հայաստան իր շահերի համար և այդ դեպքում Հայաստանը գործում է իր սուվերենիտետությունը։ Ինչպես է նայում հարցը։ Նայեք, այն ինչ արվում է Եվրոպայի կողմից այսօր հայտարարությունները հարախոսով եղվարդելով ունեն մեկ նպատակ։ Ցավացնել Ռուսաստանը։ Այո, հենց այդ հարցը։ Իրատեսական ոչ մի հեռանկար այստեղ ուղղակի չկա։ Ուղղակի չկա։ Եվ
Նաև մենք տեսնում ենք Ռուսաստանի արձագանքը ինչպիսին է, Ռուսաստանի նախագահի հայտարարություններով երեք անցած օրը, սա խնդիր է, եթե դու ապրում ես Հայաստանի շահերով, եթե որպես առաջնորդ պետք է հետապնդես Հայաստանի շահերը, դու չպետք է թույլ տաս, որ Հայաստանի տարածքում հնչեցվեն նման կարգի հակառուսական հայտարարություններ։ Չի կարող։ Հարևանություն նույնիսկ բարեկամ դուք պատկերացրել եք ձեր ամենից մոտիկ ընկերոջ տունը ինչ-որ բան հավաքում և կոնկրետ ձեզ հասնում կամ հրապարակային պատուհանից լսեցում, որ քեզ մեր են կրվում վաստել։ Ոնց կտանես, այդ ընկերոջ հետ դու ընկերություն կանես։ Իմ ամեն մեկը թող էս վիճակը մոտարապես են բերի կենցաղային ինչ-որ մի վիճակ և հասկանալու համար, թե ինչպիսի կոպիտ սխալ է։ Առաջինը, Զելենսկուն չպետք է հրավիրել։ Եթե այն ամենանի հրավիրել է, պետք է ուղղակի հետը զգուշացնենք, ասել, մենք հրավիրելու ենք մեկ պատճառ պայմանով։ Մեզ մի ներքաշի ձեր կոնֆլիկտի մեջ Ռուսաստանի հետ։ Մենք Ռուսաստանի հետ բարեկամ երկիր ենք։ Չեմ ասում, հակառակ, ճիշտ հակառակ։